Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր կատարած աշխատանքի համար ոչ միայն իմ անունից, այլ մի շարք քաղաքացիների, ում հետ ես ինքս եմ շփվել եւ իրականում գոհունակություն են հայտնում եւ տեսանելի, շոշափելի է ձեր կատարած աշխատանքը, ինչի համար եւս մեկ անգամ շնորհակալություն ձեր գերատեսչությանը, ձերից գլխավորությամբ։ Հարցս կփոխանցեմ քաղաքացիների անունից։ Ավանդներին է վերաբերում, պարոն Թորոսյան, Մարիետա անունով քաղաքացին հարցնում է, թե ինչու մահացած ծնողների զավակները չեն կարող ստանալ ավանդները եւ ասում է, որ շատ է խոսել այդ մասին, բայց հստակ պատասխան չունի։ Եվ երկրորդ հարցս Կարեն Գալոյանն է հարցնում, ով անպայման ինձ խնդրել է ձեր ջերմ բարևներ փոխանցել, հետո նոր անցնել հարցին։ Հարցը հետևյալն է, առողջապահության ապահովագրությունն ազդելու է արդյոք մեր թոշակառու քաղաքացիների կենսամակարդակի վրա եւ եթե այո, որքանով, եւ օրինակ ընդդիմադիրները շատ են շեշտում, թե 10,000 դրամով թոշակը բարձրացնելն ավելի արդյունավետ էր, քան ապահովագրության համակարգի ներդրումը, կխնդրեմ ձեր կարծիքը։ Բառացի կարտացի քաղաքացիների հարցը եւ ինչպես խոստացել եմ, պատասխանը կլսեն այս պահին ձեզանից, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ Տիկին Պալյան, թիվ էի մի հատ հաշվում, մի հատ արագ հաշվեմ ու պատասխանեմ սկսելով բանից Հայխնայ բանկի ավաններից, չէ՞, ճիշտ եմ հիշում։ Տեսեք, պատասխանը շատ պարզ է եւ օրենքն է։ Այսինքն եղել է օրենք, որ Հայաստանի Հանրապետությունը լինելով Սովետական միությունից անջատված պետություն, այնուամենայնիվ, մինչև 1993 թվականի հունիսի 10, որտեղ դրանից հետո են ավաններ եղել, Հայաստանի Հայ խնայ բանկի, ԽՍՀՄ խնայ բանկի հայկական մասնաճյուղում ներդրված ավանների մասով աստիճանական վերադարձ է կատարելու, բայց քանի որ դա հնարավոր չի անել միանգամից, դա արվում է աստիճանաբար։ Եվ մենք անցյալ կառավարության նիստին, եթե չեմ սխալվում, ընդունեցինք որոշում կառավարության, որով այս անգամ 2 տարի ենք ավելացնում։ Նախկինում եղել էր 1 տարի ավելացնում ենք, մենք հիմա կարող ենք վերադարձնել մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված եւ մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ավանդ դրված քաղաքացիների ավանները բարդ մի քիչ բանաձևով, բայց կա այդ բանաձևը, իդեպ ես հանձնարարելու եմ մեր կայքում մի հատ հաշվիչ դնենք, որ եթե քաղաքացին ռուբլով գրի եւ դրամը դուրս գա, որտեվ այդ բարդ բանաձևերը մեկ-մեկ մենք էլ չենք հասկանում։ Օրենքով այդ ավանները չեն ժառանգվում, որովհետև այդպես է որոշվել ժամանակին եւ եթե տրամաբանությամբ գնայինք նույնն էր ստացվելու որ բոլորինը միանգամից պետքա վերադարձնենք։ Ես հասկանում եմ որ քաղաքացիները սովետական միության ժամանակ աշխատել են, այդ իրենց վաստակն է ներդրվում, մեր բոլորի ծնողները, տատիկ, պապիկները այնպես չի որ բոլորն էլ ունեցել են այդ ամեն ինչը, բայց կարգավորումը այսպիսին է եւ մեր քաղաքացիներին պետքա խնդրենք օգտվել այս հնարավորությունից համապատասխան պարամետրերով եւ եթե գիտեք մենք նաեւ առիթից օգտվելով էլի ասեմ եթե մենք իմանայինք ստույգ թե ինչքան քաղաքացի ինչքան գումար ունի մենք նույնիսկ դա չգիտենք հասկանում եք մենք կարող է մեկ այլ ծրագիր մտածենք մեկ այլ ձևով միանգամից բոլորինը վերադարձնել որտեղ կարող է պարզել որ դա մենք մեզ կարող ենք թույլ տալ բայց մենք չունենք այդ ինֆորմացիան դրանք արխիվային փաստաթղթեր են սեփական տանը պահված քաղաքացիների մոտ բանկում պահված այսօրվա եթե չեմ սխալվում ՎՏԲ բանկում եւ այդպես շարունակ բայց հիմա մենք կարողացել ենք այս տարի 2 տարով ավելացնել ինչ վերաբերում է երկրորդ հարցին տեսեք Ես ընդհանուր ժամանակել եմ ասել եւ հիմա էլ եմ ասում, սա առողջության ապահովագրությունը մեր երկրի անկախ պատմության ընթացքում առողջապահական համակարգում իրականացված ամենալայնածավալ բարեփոխումն է եղել։ Ամենալայնածավալ բոլոր առումներով եւ քաղաքացիների խմբերի առումով եւ ներառված ծառայությունների առումով Եվ մոտ 500,000 65-ից ավել քաղաքացիների դեպքում դա պարզապես ֆանտաստիկ փոփոխություն է, հա, որտեղ մենք ես չգիտեմ ով ինչ է ասում եւ ենթադրում եմ իրանց լսող էլ չկա։
Բայց մեր քաղաքացին այս մաշկի վրա են զգում, երբ որ իրենք ստիպված էին ժամանակին X ծառայության համար, որևէ վիրահատության կամ բուժման կամ հետազոտության համար վճարել, եւ դա միայն այդ քաղաքացիները չեն, հասկանում եք իրենց ընտանիքի անդամ, սա որ ասում ենք 500,000 քաղաքացու է վերաբերում, կոնկրետ 65%, դա 500,000 քաղաքացու չի վերաբերում, դա վերաբերում է եւս 1.5 միլիոն մարդու կամ 1 միլիոն մարդու, որտեղ դրանք ինչ այդ մեր քաղաքացիները ինչ որ մեկի ծնողն են, ինչ որ մեկի քույրն են, ինչ որ մեկի հայրն են, մայրն են, եւ այդ բեռը իրանց ուսերին էր միևնույնն է ընկնում, որտեղ դու երբեք չես ուզում քո ծնողին թողնել անօգնական վիճակում առողջական խնդրով, դու գնում ես նույնիսկ քո տունն ես գրավադրում, քո մեքենան ես վաճառում եւ այդպես շարունակ։ Սա կտրուկ եւ էական բարելավում է լինելու հենց սոցիալ-տնտեսական եւ բարեկեցության մեր 100,000-ավոր քաղաքացիների, միլիոնավոր չեմ ուզում ասել, որտեղ 3 միլիոն ենք ընդամենը, միլիոնավորները տենց տասնյակների մասին կարող է խոսել, բայց սա 100,000-ավոր քաղաքացիների կյանքի բարելավում է ուղիղ իմաստով եւ 10,000 դրամի այս կամ այն կերպ վճարելը դա գրոտեսկ է եղել, որ մենք ներկայացրել ենք, այսինքն փոխաբերական իմաստով ներկայացում է եղել, որ հարգելի քաղաքացիներ, մենք ձեզ նվիրում ենք առողջության ապահովագրություն, որի ամսական գումարը 10,800 դրամ է։ Մենք դա նվիրում ենք պետական բյուջեի ծախսերի հաշվին, իհարկե նվերել բառը կարող է մի քիչ ճիշտ չի այն իմաստով, որ միևնույն է այդ հարկերը գոյանում են մեր քաղաք, բայց նկատի ունեմ դա առավելություն է, որը հենց ձեզ ենք տալիս հարգելի մեր քաղաքացիներ եւ միայն 65+-երը չեն, իդեպ մենք շատ ենք խոսում 65, բայց 200,000 դրամ ստացող քաղաքացիներ մեր հարգելի գործընկերներ, 201,000 դրամ ստացող քաղաքացին, որին պետք է 3 միլիոն դրամանոց ծառայություն, ինչ պետք է աներ։ Հիմա ոչ մի չի անում, գնում եւ ստանում այդ ծառայությունը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար